Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, մեր զրույցից առաջ փորձեցի մամուլում, սոցիալական ցանցերում գտնել ընդդիմադիր գործիչների արձագանքներ, որոնք կանդրադառնային կամ գուցե կդատապարտեին հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններում եղածը, ըստ որում նշվում էր, որ առաջիկա ընտրություններին մասնակցող Ուժեղ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառք բաժանելու փորձեր է իրականացրել։ Մի քանի հայտարարություններ հանած չգտա։ Ո՞նց եք դա բացատրում։ Իրենք ներողություն կասկածում են, որ նման բան կա, թե իրենք պաշտպանում են դա։ Իրենք մասնակից են այդ ամեն ինչին, ինչպես պետք է մարդիկ դատապարտեն մի բան, որոնք հենց իրենք են անում։ Նաև պետք է անդրադառնալ այստեղ մի շարք հասարակական կազմակերպությունների, լրատվական գործակալությունների եւ կազմակերպությունների ուրեմն լռության է այս իմաստով, որովհետեւ եթե մեկ դրվագ անգամ մտածածին կապ ունենում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, ես հիշում եմ, որ ինչ որ մտածածին լուրեր էին գրում, որ ահա ընտրակեղծիքներ են ԿՊ ներքին ընտրություններում, որոշ լրագրողներ եւ ինչ որ հասարակական գործիչներ գիշերում էին մեր կուսակցության դռների դիմաց։ Այսօր ոնց որ թե չեմ տեսնում ես որևէ լրագրողի, որ կգնա դուռը կջարդի մեր ձևովի կամ Ուժեղ Հայաստան կուսակցության ուրեմն գրասենյակի, ինչու չեն խոսում ընդդիմադիր շրջանակները, ով պետք է խոսա։ Գագիկ Ծառուկյանը պետք է խոսա, Ռոբերտ Քոչյանը պետք է խոսա, թե ով։ Իրանք են ընտրակեղծարարության ուրեմն նախապապերը Հայաստանի Հանրապետությունում, ով պետք է խոսա։ Ըստ էության այդ երեք ուժերը, մենք նաև պետք է ֆիքսենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրության մեջ շատ ուշագրավ դեպքեր կար, այն որ մարդկանց թվաքանակի մասին են խոսում եւ մարդկանց առևտրով են զբաղվում, ասում են դե այսքան ձեն չեմ կարա քեզ տամ, ասում են դե կտանես կտաս ԿՊ-ին, այն մյուս կողմից ասում են դե ԿՊ-ին չէ, ես գիտեմ ում կտամ։ Այսինքն այստեղ պարզա որ բացի Սամվել Կարապետյանին պատկանող կուսակցությունից նաև այլ ուժեր կան, որոնք զբաղվում են ուրեմն ձայնագողությամբ, որոնք մարդկանց փորձում են փողով գնել։ Դուք հասկանում եք իրանք ում տեղն են դրել մեզ բոլորիս ու մեր ժողովրդին։ Այս երեք ուժերը նույն կետից կառավարվող ուժեր են։ Եվ ըստ էության թե արհեստական Սամվելը, թե Խելացի Գագիկը, թե Մարդակեր Ռոբը նույն կետից կառավարվող ուժեր են, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ կենտրոնացնել բոլոր ռեսուրսները եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողանալ իշխանությունը, Հայաստանը նորից դարձնել հենակետ արտաքին ուժերի շահերի սպասարկման համար, որի պարագայում նույն այդ ընդդիմության շահերից չի բխի եւ իրենց շահերից չի բխի, որ իրենք դատապարտեն այս արատավոր երևույթը։ Իրենք իրենց ընտրողների աչքում չեն բարձրանա, եթե դատապարտեն, չեք բոլորին նույնականացնում ասելով, որ այ տեսեք իրենք բոլորը պաշտպանում են, իրենք են նախապապեր, այսպես ասած ընտրակաշառք։ Դատապարտեն, էլի ինչի մենք չգիտենք, որ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստանով կամ Ռոբերտ Քոչյանը դաշնակների հետ մշտապես ազգային ժողովում են հայտնվել տարբեր ներողություն մախինացիաների միջոցով։ Մենք սա շատ լավ գիտենք։ Էլ ինչի մենք այս երկրում ենք ապրել։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է տեսել, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է դուռը բացել եւ տեսել Թաղի Խուժանին, ով եկել է ցուցակներով իրան փողը առաջարկել, էս ներողություն, ում են էշի տեղ դրել էս մարդիկ, հազար ներողություն։ Եվ կրկնում եմ, Խելացի, դե էշը կենթանի է, ավանակ ըստ էության։ Եվ կրկնում եմ, Խելացի Գագիկը, արհեստական Սամվելը եւ Մարդակեր Ռոբը նույն կետից կառավարվող ուժեր են, որոնք փորձում են խլել ժողովրդից իշխանությունը։ Պարոն Հովհաննիսյան, քաղաքական հետապնդում է իրավապահների մոնտաժված նյութերի արդյունք է եւ իշխանության կողմից ընդդիմությանը ճնշելու փորձ է։ Սա Ուժեղ Հայաստան կուսակցության հայտարարությունն է, ըստ որում իրենք հերքում են մեղադրանքները, որոնք հրապարակվել են։ Հերքեն, չհերքեն, կան ձայնագրություններ, կան օպերատիվ տվյալներ։ Վարդան Ղուկասյանն էլ էր ասում, մոնտաժված էր, հիմա դատվում է կաշառք վերցնելու համար։ Իրանք էլ ինչ ուզում են, թող խոսան։ Օրենքը ամբողջ ուժով գործելու է եւ մենք թույլ չենք տալու, որ որևէ մեկը ոտնձգի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ պետական ինստիտուտների նկատմամբ ու փորձի ժողովրդին փողով գնի եւ փորձի ժողովրդին նման կերպ վերաբերվի։ Ում տեղն եւ կրկնում եմ, ում տեղն եք դուք դրել Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս ձեր համար էլի ենք ասում, Նիժնի տապերը չի, ես ձեր Նիժնի տապերի գյուղապետի ընտրությունները չի, որ փորձեք այստեղ փողով մարդկանց գնել։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հունիսի 7-ին այս արարքների համար շատ հեռու է ուղարկելու բոլոր այդ երեք ուժերին, որոնք էլի եմ կրկնում, որևէ կերպ
թե որակական, թե բովանդակային առումով իրարից չեն տարբերվում եւ կառավարվում են մեկ կետից, մեկ նպատակի համար։ Հիմնավորումը կասեք, որտեղից է այդ հիմնավորումը ձեր քաղաքական թիմի մոտ, որ այդ երեք ուժերը կառավարվում են մեկ կետից եւ իրենք նույն բովանդակությունն ունեն։ Ինչպես վարչապետն է ասում, իրենք մի կուսակցության երեք գլուխներն են։ Այստեղ շատ խորը վերլուծություններ պետք չէ այդ ամեն ինչը հիմնավորելու համար։ Ընդհանրապես խորը վերլուծություններ պետք չեն։ Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկ անգամ է հանդես եկել Միութենական պետության կազմում Հայաստանի Հանրապետությունը տեսնելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի օլիգարխ է, ում կապիտալը գտնվում է Ռուսաստանում, եւ Սամվել Կարապետյանն էլ ըստ էության երազում է Հայաստանը դարձնել գուբերնիա, ինքն էլ այստեղ դառնա գուբերնատոր։ Դե Գագիկ Ծառուկյանի մասին էլ չեմ խոսում, Գագիկ Ծառուկյանն էլ ըստ էության երբ պետք է ուրեմն կոճակը սեղմում են մտնում է քաղաքականություն, երբ պետք չի կոճակը սեղմում են դուրս է գալիս քաղաքականությունից։ Հետևաբար ներողություն, այստեղ շատ խորը վերլուծություններ պետք չի անել, որ հասկանալու համար, թե որ կետից են կառավարվում եւ ինչ նպատակի են ծառայում այս ուժերը, եւ որ այս ուժերը միանշանակորեն փոխկապակցված են միմյանց հետ, որովհետեւ նրանք նաեւ փոխգործակցում են տարբեր թիմ ընտրություններում իրար հետ։ Մենք այդ սցենարը տեսանք Գյումրիում, երբ որ մարտիկ միջև ընտրություններն իրար ինչ ասես չէին ասում, հետո ձայները տարան եւ վերավաճառեցին Վարդան Գրազ են գալիս, պարոն Հովհաննիսյան, չի լինելու այդպիսի բան։ Ուժեղ Հայաստանի ներկա վարչապետի տեխնացուն Նարեկ Կարապետյանը ասում էր, որ Նարեկ Կարապետյանն ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուն, թե Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը պիտի դառնա վարչապետ, ըստ էության։ Դե տեսեք, ուժեղ Հայաստանը չունի վարչապետի։ Ցուցակի առաջին համար է, այսպես ասեմ, Նարեկ Կարապետյանը։ Ուժեղ Հայաստանը չունի վարչապետի տեխնացու, որովհետև նրանց կողմից հիշատակվող Սամվել Կարապետյանը, նույն ինքը արհեստական Սամվելը, որևէ կերպ չի կարող հավակնել Հայաստանի Հանրապետությունում որևէ բարձր պաշտոնի։ Կլինի դա ազգային ժողովի падգամավորի պաշտոնի, ել չեմ խոսում վարչապետի պաշտոնի մասին, որովհետև այդ մարդը 3 երկրի քաղաքացի է եւ ներողություն, եւ այնքան լկտի են իրենց գործողություններում, որ անգամ չեն էլ հրաժարվում օրինակ այլ երկրների քաղաքացիությունից նոր գան քաղաքական հայտ ներկայացնեն։ Դե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս ամեն ինչը շատ լավ հասկանում է, եւ եթե մարդիկ քաղաքական հայտ են ներկայացնում, փորձում են քաղաքական հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում, թող բարի լինեն հրաժարվեն մյուս քաղաքացիություններից եւ մեկ էլ բարի լինեն հրապարակային խոսքով հանդես գալ, որովհետեւ իդեպ արհեստական Սամվելը որևէ սահմանափակում չունի հրապարակային խոսքի առումով։ Իրենց իրավաբանները այլ պնդում են։ Իրենց իրավաբանները Վարչական կոմիտեն հստակ չի ասում, ունի թե չունի։ Իրենց իրավաբաններից, եթե չեմ սխալվում, Արամ Վարդևանյանի մասին է խոսքը, ով Քոչարյանի խմբակից էր, հիմա տեղափոխվել է արհեստական Սամվելի խմբակ, եւ նա ստում է, որովհետեւ թե քննչականը, թե ուրեմն պրոբացիայի ծառայությունը տարածել են հայտարարություն առայն, որ սահմանափակում չունի Սամվել Կարապետյանը հրապարակային խոսքով հանդես գալու, բայց նա շարունակում է ուրեմն դիմել արհեստական ինտելեկտի օգնությանը, երևի հենց արհեստական ինտելեկտին էին հարցրել, թե ինչպես քողարկենք ընտրակաշառքները, եւ ահա գնացել էին Մերձևովի գրասենյակներում աշխատատեղեր էին բացել, որ մարդկանց քողարկված աշխատավարձեր բաժանեն ընտրակաշառքի քողարկված ընտրակաշառք բաժանային աշխատավարձի տեսքով։ Երևի այդ 300,000 աշխատատեղ, որ ասում էին, սրա մասին էին ասում, էլի։ Պարոն Հովհաննիսյան, իրենք ասում են գրազ են գալիս, իմիջիայլոց ձեր թիմակիցներից մի քանիսն արձագանքել էին այս հայտարարությանը։ Իրենք գրազ են գալիս, որ որևէ կերպ ձայն չեն տալու Քոչարյանին։ Դե գիտեք, մենք քաղաքականությամբ ենք զբաղվում եւ ապահովում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահը, խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը եւ կրկնում եմ թույլ չենք տալու որ որևէ մեկին գողանա իշխանությունը իսկ գրաս կգան ինչ խոստումներ կտան ինչ կասեն սա մեծ հաշվով մեզ հետաքրքիր չի որովհետեւ պարզ է որ այս 3 ուժերը երրագլուխ հրեշ են որոնք փորձում են գողանալ իշխանությունը եւ եթե գանք քաղաքական պրիզմայով նայենք հարցին Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու չի կարող ուղղակի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նա չի կարող լինել վարչապետի տեխնացու եւ եթե որևէ սցենարում հարց առաջանա թե այս 3 ուժերը կամ խորհրդարան անցած ընդդիմադիր 2 կամ 3 ուժերը ում պետք է առաջադրեն վարչապետի տեխնացու բարձր որ ինչ որ մեկին պետքա տան իրենց ձայները եւ այդ մեկը օրինակ ամենահավանական սցենարով լինելու է Ռոբերտ Քոչարյանը նույն Գյումրու սցենարով ոնց Վարդան Ղուկասյանին տվեցին իրենց ձայները բոլորը ըստ էության Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Ղուկասյանը ոչ որակական ոչ բովանդակային իմաստով իրարից չեն էլ տարբերվում
Դրա համար էլ փորձում են հիմա Գյումրու սցենարը պրոյեկտել համապետական մասշտաբով, բայց հայ ժողովուրդը տեսել է, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, 6 ամիս էլ չդիմացան, մինչև այսօր Գյումրու կառավարման հետ կա խնդրեմ, եւ մենք այդ խնդրեմին էլ կանդրադառնանք բնականաբար հունիսի 7-ից հետո։ Եվ էսա սցենարը։ Եվ հայ ժողովրդի համար ամեն բան պարզ է եւ հունիսի 7-ին պետքա գնալ ընտրատեղամաս եւ վերջնականապես փակել ռուսաստանցի օլիգարխի պատմությունը Հայաստանի Հանրապետությունում, Մարտակեր Ռոբի պատմությունը Հայաստանի Հանրապետությունում եւ Խելացի Գագիկի։ Եթե կարելի է առանց որակումների անենք զրույցը շարունակենք, պարոն Հովհաննիսյան։ Հետևյալի մասին։ Ինչ է ասում գործող իշխանությունը։ Ասում է, որ խաղաղությունը հաստատված է։ Դա իրողություն է, որևէ մեկը դա չի կարող շղթել։ Ընդդիմությունն ասում է, որ այն խաղաղությունը, որը դուք ասում եք իրողություն է, դա իրական չէ։ Եվ պարբերաբար հիշատակում են Ադրբեջանի կողմից հնչող տարբեր հայտարարություններ։ Վերջին հայտարարությունը օրինակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն էր, նաև իրենց ՄԻՊ-ի հայտարարությունն էր, ենթադրյալ կամ այսպես կոչված ցեղասպանության մասին 1910 թվականի իրողությունները իբրև ցեղասպանություն որակելու, իբրև հայերը ցեղասպանության են ենթարկել ադրբեջանցիներին։ Հիմա անդիմադիրների ասածը հետևյալն է, որ եթե դուք գնում եք իրական խաղաղության, եթե այդ իրական խաղաղությունը հաստատված է, ո՞նց է ստացվում, որ մեր հարևան պետությունում շարունակում են նման հռետորաբանությունը, շարունակում են տարածել թեզեր, որոնք ընդհանրապես եզր չունեն խաղաղության հետ։ Դա ո՞նց եք դուք մեկնաբանում։ Խաղաղությունը հաստատված է, նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը եւ 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանում որևէ զինվոր չի զոհվել սահմանային կրակոցից։ Նման օրացուցային 2 տարի մենք չենք ունեցել անկախությունից ի վեր։ Եվ սա անհերքելի փաստ է։ Ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է ասի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, մենք հիշում ենք ամենատարբեր եւ ամենասուր հայտարարություններն ընդհանուր նախագահի մակարդակում Ադրբեջանի արտաքին գործերի կամ այլ պաշտոնյաների, падգամավորների, բայց զուգահեռաբար մենք տեսնում ենք, որ նաեւ մենք առաջ ենք շարժվել եւ հասել ենք նախաստորագրմանը։ Եղել են իրավիճակներ, որ մեզ թվացել է, ես եւ դուք էլի այս տաղավարում զրուցել ենք իրավիճակների մասին, որ կարծես թե փակուղի էր Ադրբեջանից հնչում էին ամենասուր հայտարարությունները, մենք այստեղից ասում ենք, չէ, պետքա գնանք խաղաղության, ասում ենք, որ մենք մեր օրակարգով ենք առաջ շարժվում եւ մենք առաջ շարժվեցինք մեր օրակարգով եւ ստորագրեցինք, նախաստորագրեցինք խաղաղության համաձայնագիրը, ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք պատմական, ուրեմն համագործակցության հուշագրեր, TRIP-ի մասին եւ այլնի մասին։ Իսկ հնչող հայտարարությունները Ադրբեջանից դրանք ռեակցիա են նաև ինչ որ չափով Հայաստանից հնչող հայտարարություններին։ Իսկ ինչու եք դուք ինչու պետքա ուրեմն Հայաստանից հնչեն հայտարարություններ, որոնք ընդհանուր տարածքային պահանջներ են ենթադրում Ադրբեջանի նկատմամբ, իսկ Ադրբեջանից որևէ հայտարարություն չհնչի։ Ինչու է ձեզ թվում, որ պետքա այդպես լինի։ Այդ ինչի պետք է այդպես լինի, ինչ որ մեկը կարած բացատրի։ Ինչու պետքա Հայաստանից մարդիկ դուրս գան, ասեն, որ Ղարաբաղի ժողովուրդը պետքա վերադառնա Արցախ, Ադրբեջանը պետքա ապահովի նրանց անվտանգությունը Ղարաբաղում ու Ադրբեջանից չհնչեն հայտարարություններ առայն, որ դե ադրբեջանցիներն էլ, որոնք ժամանակին ապրում էին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում սովետական միության ժամանակ, պետքա վերադառնան։ Ինչու պետքա այդ հայտարարությունները չհնչեն։ Կարող եք ինձ բացատրել։ Մենք գնում ենք խաղաղության։ Մենք գնում ենք խաղաղության եւ մեր կողմից չեն հնչում հայտարարություններ, որոնք կարող են լինել սադրիչ եւ ռիսկեր գեներացնեն Հայաստանի Հանրապետության։ Բայց Ադրբեջանի կողմից էլ կան թեզեր, որոնք նույնիսկ եթե դուք գլխավոր դերակատարներդ իշխանական ներկայացուցիչներից չեք խոսում դրա մասին, իրենց մոտ չի նվազում իրենց ցանկություններն ու հայտարարությունները, օրինակ արևմտյան այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, վերադարձի մասին, այսինքն դուք չեք պահում, դուք պահում եք դա, դուք չեք խոսում։ Ենթադրենք Ադրբեջանի հայտարարությունները հայելային մեր ընդդիմության արած հայտարարություններից են։ Այո, ճիշտ է։ Բայց ճիշտ է։ Դուք էլ չեք խոսում, բայց Ադրբեջանում նույն խոսույթը շարունակվում է։ Որովհետև Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը ինտենսիվ կերպով շարունակում է հանդես գալ խոսույթով, որը վտանգի տակ է դնում խաղաղության գործընթացը, եւ Ադրբեջանում էլ տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունում առաջիկայում սպասում են խորհրդարանական ընտրություններ, եւ ես եւս մեկ անգամ պետքա կրկնեմ, որ եթե հանկարծ որևէ սցենարում Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան երրյակը Հայաստանում գա իշխանության, նրանք վիժեցնելու են խաղաղության գործընթացը, վիժեցնելու են ԱՄՆ-ի հետ բոլոր պայմանավորվածությունները, որովհետև չի կարող ռուսական ծիրի մեջ գտնվող քաղաքական ուժը ռազմական համագործակցություն ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Չի կարող ռուսական ծիրի մեջ գտնվող եւ Ռուսաստանում կապիտալ ունեցող ուժը տնտեսական համագործակցություն ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Չի կարող
Ռուսաստանից կախված քաղաքական ուժը Ամերիկայից տեխնոլոգիաներ ստանա։ Չի կարող նման բան լինել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող միլիարդավոր դոլարների ներդրումներ իրականացնել մի երկրում, որտեղ իշխում են ռուսական ծիրի մեջ գտնվող ուժեր։ Սա պարզ չի, սա մեկին գումարած մեկ է բոլորի համար։ Եվ սա բոլորը պետք է հասկանան։ Ցանկացած սցենարում, որտեղ Ռուսաստանից կախվածության մեջ եղող քաղաքական ուժերը Հայաստանում գան իշխանության, Հայաստանը վերադառնալու է 2017 թվական։ Հայաստանը դառնալու է հենակետ աշխարհաքաղաքական նպատակներ իրականացնելու համար։ Հայաստանը վերադառնալու է մեկ կետից կախվածության։ Հայաստանը կրկին ընկնելու է պատմական անեծքի մեջ, որտեղ Հայաստանի տարածքը եւ հայ ժողովուրդը օգտագործվել է օտար երկրների շահերը սպասարկելու համար։ Բայց իրենք չեն ասում, որ կհրաժարվեն այն ամեն ինչից, ինչը դուք արել եք կամ թողնելու եք։ Դա իրանք ուզելով չի, իրանք չեն հրաժարվի, ԱՄՆ-ն կհրաժարվի։ Իրենք կլավարկ են ասում, են կգան, կլավարկ են, ես կրկնում եմ, չի կարող երաշխավոր կբերեն օրինակ ռուսական ում պետք է բերեն, այսինքն ասացին Չինաստանին, Ռուսաստանին, ուզում են մարդիկ միասին մեկտեղել Հայաստանում, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի շահերը, ուզում են պայթեցնել Հայաստանը, հա? Ուզում են պայթեցնել Հայաստանը։ Չէ, ասում են երաշխավոր կբերենք, որ ավելի հիմնավոր լինի։ Դա ասելով չի, հասկանում եք, դա ասելով չի։ Ես կրկնում եմ, եւ սա պարզից է մեկին գումարած մեկը։ Չի կարող Ամերիկայի Միացյալ Նահանգները, մանավանդ այս աշխարհաքաղաքական դասավորվածության պայմաններում ներդրում անել մի տարածքում, որտեղ կա ռուսական իշխանություն։ Դուք պատկերացրեք նույն բանն է, ոնց որ 5 միլիարդ 9 միլիարդ դոլարի ներդրում ԱՄՆ-ն հիմա գնա անի Սանկտ Պետերբուրգում։ Դուք պատկերացնում եք տենց բան կամ Նիժնի Տապերում։ Դուք պատկերացնում եք տենց բան, չէ։ Հիմա ինչի են ուզում Հայաստանը սարքեն Նիժնի Տապեր։ Չի ստացվելու Հայաստանը դարձնել Նիժնի Տապեր։ Հայաստանը չի դառնալու գուբերնիա։ Հայ ժողովուրդը մերժելու է Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ տերականգնելու խաղաղությանը, տերականգնելու ժողովրդավարությանը եւ տերականգնելու մեր ինքնիշխանությանը, ես դրանում վստահ եմ։ Լավ, պարոն Հովհաննիսյան, կուզեի նախընտրական այս թողուբոհից եւս խոսել եւ մթնոլորտին անդրադառնալ։ Խնդրեմ։ Դուք իշխանական ներկայացուցիչներդ վարչապետի ուղեկցությամբ նաեւ հանդիպումներ եք ունեցել այս ընթացքում քաղաքացիների հետ եւ միջադեպեր եղել են։ Ինչ միջադեպեր։ Տարբեր միջադեպեր այս կամ այն քաղաքացիների կողմից ո՞նց եք դուք դրանք մեկնաբանում։ Դրանք վերաբերմունք են ձեր իշխանությանը, դրանք սադրանքներ են, դրանք ինքնաբուխ են, թե հրահրվող են։ Տեսեք։ Կարող եք վերջի դեպքից սկսել եկեղեցում տեղի ունեցածի հետ կապված։ Մենք դուրս ենք գալիս, պատահական տեղ կանգնում ենք եւ իջնում ենք։ Եվ պատրաստ ենք զրուցել բոլոր քաղաքացիների հետ։ Իսկ ով է ասել, որ պետքա բոլորին իշխանությունը սիրեն։ Իսկ ով է ասել։ Իսկ ով ասել, որ պետքա իշխանությունից վախենան, սարսափեն, տնից դուրս չգան, որ մի թթու բառ ասեն, չէ, թող գան քննադատեն, թող մի ավել բան էլ ասեն, թող ասեն, մեր ժողովուրդն է, մեր քաղաքացիներն են։ Բայց եթե դուք նայեք, մենք դուրս ենք ներողություն, օրվա մեջ 12 ժամ ուղիղ եթերում ենք լինում, ընդհանրապես 1-2 դրվագով ինչ որ մարդիկ ինչ որ ռեպլիկ են թողնում, եւ ահա սա դառնում է բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների գլխագիր։ Հիմա բայց այդ ընդդիմադիր մամուլի գլխագիրը չի օրինակ, որ մեր ձևով փողեր բաժանում մեծամորում։ Այս պետքա ֆիքսենք էլի։ Նորմալ է, բնական process է, կա եւ դրական, կա եւ բացասական, բայց ես միանշանակ պետքա արձանագրեմ, որ մեր քաղաքացիները մեզ շատ ջերմ են դիմավորում, ինչը մեզ հավատ է ներշնչում, որ հունիսի 7-ին մենք ունենալու ենք սահմանադրական մեծամասնություն եւ ապահովելու ենք 100-ամյա խաղաղություն առնվազն Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ մնացած դեպքերը, եթե վերջի դեպքը նկատի ունեք եկեղեցու դեպքը, ես կարծում եմ իրավապահ մարմինները մեղմ են արձագանքել այս դեպքին եւ պետք է ավելի խիստ արձագանքեն, որովհետեւ պետության ղեկավարի նկատմամբ նման ոտնձգությունը, պետության նկատմամբ է ոտնձգություն եւ ես չեմ ուզում, որ որևէ մարդ իր մտքի ծայրով անգամ անցկացնի, որ կարող է պետության նկատմամբ նման ոտնձգություն իրականացնել։ Դուք պատկերացնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչ կանեին որևէ անձնավորության հետ, որ հանկարծ փորձեր ձեռք բարձրացնել երկրի ղեկավարի հետ։ Ես կարծում եմ նա ողջ չէր լինի հիմա։ Էլ չեմ խոսում, Հնչում են հայտարարություններ, որ կարելի ավելի ներողամիտ գտնվել դպրոցականի նկատմամբ ամեն դեպքում։ Ներողություն էլի, մենք խոսում ենք 18 տարեկան երիտասարդի մասին, ով չափահաս է, այս մեկ։ Բայց ես այստեղ պետք է նաև բոլորին հիշեցնեմ, որ Privet Rob այդ արտահայտության համար Պապլավոկի զուգարանում սպանվեց դաշնակցական Պողոս Պողոսյանը, ով նույն Ռոբի դասընկերն էր։
Այս համեմատությունը թող բոլորը հիշեն եւ հիմա տեսնեն, թե ինչա տեղի ունենում, որ այդ երիտասարդն էլ ուրեմն ձերբակալվածների պահմանվարից դուրս եկավ, ես տեսա, որ հայտարարություն արեց, ասեց ինձ հետ շատ լավ էին վարվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ, ամփոփենք զրույցը, ինչ մեր ձայնագրությունն է իրականացում այս պայդրությամբ, հստակ տեղեկություն չունենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահի հանդիպման մասին, բայց որոշակի առումով Պեսկովը խոսել էր, որ հանդիպում պետք է ունենա երկու կողմանի հանդիպում նաեւ, բայց ընդհանուր առմամբ ինչ ակնկալիքներ ունենալ այս հանդիպումից։ Մենք որևէ քաղաքական ազդակի չենք սպասում Ռուսաստանից կամ աշխարհի որևէ կետից։ Մենք քաղաքական ազդակ միայն սպասում ենք Հայաստանի Հանրապետության ընտրողից եւ վերջ։ Հայաստանի եւ Ռուսաստանն ունեն քաղաքական, տնտեսական համագործակցություն։ Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ, չնայած բոլոր խնդիրներին եւ մեր անցած մի շարք վատ դրվագներին, եւ Հայաստանի Հանրապետությունը իր հարաբերությունները պահպանում է, փորձում է լավարկել Ռուսաստանի հետ, եւ մենք աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ, իսկ ինչ վերաբերում է ընտրություններից առաջ, ամեն ինչ էլ ընտրություններից առաջ։ Հարաբերությունների տեսանկյունից փորձում ենք լավարկել մեր տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները։ Սա որևէ կերպ առնչություն չունի ընտրությունների հետ։ Անցել են թվերը, երբ որ մարդիկ գնում են Ռուսաստան դաբրո ստանալու։ Այլ մարդիկ ունեն կարիք Հայաստանի սահմաններից դուրս դաբրո ստանալու։ Մեր դաբրոն, ներողությունս բառիս համար, մեր դաբրոն տալիս է Հայաստանի Հանրապետության ընտրողը եւ վերջակը։ Շնորհակալ եմ զրույցի։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էր, կհանդիպենք։